կարող եք հստակ ասել թրիպի հետ կապված մաքսային հսկողություն եւ սահմանապահի դեմք, հայի դեմք տեսնելու Ադրբեջանը թե ոչ։ Կներեք իմ կոշտ բանի համար ձևակերպման, որովհետեւ Ադրբեջանի նախագահն Ալիևը հստակ ասում էր, որ ադրբեջանցիները սահմանին չեն տեսնելու ոչ մի հայի դեմք, այսինքն ոչ սահմանապահ, ոչ մաքսային։ Օրինակ, երբ որ դուք գնում եք Դուբայ, այնտեղ շատ հաճախ, եթե դուք ունեք բիոմետրիկ ազնագիր, որևէ մեկի դեմքներ չեք տեսնում, ուղղակի անցնում եք, եւ մեր պատկերացումը, նաեւ դա համաձայնագրում է նշված ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն այն, որ հնարավորինս արագ եւ այդ տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվեն։ Ալիևի այն հռետորաբանությունը ու Թուրքիայի, որ մեր ատոմակայանը պիտի փակվի եւ ասում եմ մասնագետներ կան, իսկ ատոմակայանը մեր համար ոչ միայն էներգետիկ անվտանգության կոմպոնենտ ունի, այլ նաեւ ազգային անվտանգության ու կարող եմ հիմնավորել դա։ Հիմա նաեւ դրա վերաբերյալ ձեր դիրքորոշումը մեր ատոմակայանի վերաբերյալ ադրբեջանցիների եւ թուրքերի հռետորաբանության։ Շնորհակալություն։ Ինձ մեկ-մեկ թվում այս դահլիճում մեկ-մեկ Բաքվի ռադիոն են միացնում։ Իսկ ինչ է ասում ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը։ Գուցե ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը հղում անեք Հայաստանի ատոմակայանի փակման ժամկետների վերաբերյալ։ Սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ։ Ազգային ժողովի աշխատանքներին չի կարողանում մասնակցել մեր գործընկեր Արթուր Սարգսյանը, որտեղ այս իշխանություններին ծառայող դատավորը շարունակում է նրան ապօրինի կալանքի տակ պահել։ Մի վարքյալ լսի, մի խանգարի ու լսի, պարոն Եղոյան, հիշեք, որ ձեր նշանակած գլխավոր դատախազուհին այս ամբիոնից տեբական ժամանակ ստել է։ Ձեզ բոլորիդ վախեցրել է, որ Բագրատ Սրբազանի եւ մյուսների գործով հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք զինամթերք։ Ինչ նախապայմաններ է դրել Թուրքիայի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության առջև սահմանները բացելու համար։ Արդյոք նախապայմանների մեջ կա ցեղասպանության, պետականորեն ճանաչման հարցի առաջ չքաշելը եւ կա մեր ազգային խորհրդանիշներ, մեր զինանշանի կենտրոնում պատկերված Արարատ լեռան խորհրդանշային բազայից հանելը, այսինքն մեր բոլոր խորհրդանիշերից հանելը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Կարապետյան։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում, ինչպես հայտնի է եւ ինչպես Հայաստանի ներկայացուցիչները բազմիցս հայտնել են, գործընթացը իրականում է առանց նախապայմանների։ Մենք պաշտպանության գերատեսչությանը թողել ենք միայնակ, ոնց որ թե, եւ նման դեպքերի պատասխանատվությունը ամբողջությամբ բարձրում ենք պաշտպանության գերատեսչության վրա։